Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Telegram-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, իմ սիրելի ունկնդիրներ, իմ ունեմ վճարովի տելեգրաման էջ, որին դուք կարող եք նույնպես կարող եք միանալ, շատ սիմվոլիկ գումար է, ընդամենը ամսական $5, եթե մուծում եք, միանում եք այդ ալիքին, այնտեղ կան շատ կանխատեսումներ, շատ ծիսակարգեր, որոնք ես կատարում եմ իմ ձեռքով, այնտեղ լինելու են շատ ավելի երկար տևող ուղի եթերներ, որտեղ որ պատասխանելու եմ իմ բոլոր ունկնդիրների, ովքեր որ գրանցված են այդ ալիքին, իրենց հետաքրքրող հարցերին։ Այնպես որ դուք էլ իմացեք, որ նման ալիք գոյություն ունի, նման Telegram-յան ալիք, որի հղումը իմ եւ TikTok-յան ալիքում կա, եւ Facebook-յան ալիքում կա, եւ Ադնակլասնիկում կա, եւ Telegram-յան ալիքում կա, հղումը կա, եթե դուք ցանկանում եք այդ ալիքին գրանցվեք, կարող եք այդ հղումը օգտագործել եւ гранцвեք։ Ես այդ շատ շնորհակալ կլինեմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю у себя в доме, если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, все мои прямые эфиры, все мои видео, все мои записи, они сохраняются во всех социальных сетях, YouTube, Инстаграме, Телеграме, Одноклассники, Контакты, Инстаграме. Там у меня есть очень большая аудитория, вы можете тоже подписаться, дорогие мои подписчики. Еще, дорогие мои подписчики, на Телеграме у меня есть платный канал, очень символичная плата. За месяц вы будете платить там маленький $5 и будете получать предсказания, ритуалы, заговоры лично от меня. Можете подписаться на этот канал, дорогие мои подписчики. Ссылка этого канала есть на моем Фейсбуке, на ТикТоке, на Ютубе. Ссылки есть на Телеграме. Вы можете так получать ссылку и можете подписаться на мой этот платный канал. Дорогие мои подписчики, как вы знаете, каждую субботу, воскресенье у меня прямой эфир на ТикТоке, где я отвечаю на вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди, можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы отвечу. Սկսենք սիրելիներս, գրում եք ձեր անունը, ձեր տարիքը եւ ձեր հարցի ոլորտը։ Նաեւ գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, բաժանված եք, որպեսզի ես կարողանամ Այո, ես կարտերով եմ նայում, իմ ինտուիցիայով եմ նայում։ Բարև ձեզ։ Կարող եք ձեր նվերներն ուղարկեք, ձեր լայքերը ուղարկեք, կարող եք իմ տված էներգիայի դիմաց նաև գրացվեք
իմ TikTok-յան ալիքներին, իմ բոլոր ալիքներին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Դավիթ թերմին է, ինչ է սպասվում։ Դավիթ թերմին է, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Դավիթ, սիրելի թերմին է։ Կա խնդիրներ, կա պրոբլեմներ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, բայց դուք հնարավորություն կունենաք այդ դժվարությունները հաղթահարել, ճիշտ է որոշակի ժամանակ է ցույց տալիս, որոշակի գործընթաց է ցույց տալիս, կան դժվարություններ, սիրելի Դավիթ, սիրելի Հերբին է, բայց այդ դժվարություններից դուք դուրս կգաք հաղթանակով, ուղղակի որոշակի համբերություն եւ որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Ալլա վալոտ, անձնական, Ալլա վալոտ, անձնական, սիրելի Ալլա, սիրելի վալոտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով չի լինի անձնական, ինչ էլ կա դա կկործնեք, դա կքանդվի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի ձեր կյանքի ոլորտներում հաջողություն, քանի կա հասնեկացի, որ լավ բան չի լինի, ընդհակառակը ամեն ինչ կկործնեք։ Սիրելի Ալլա, սիրելի վալոտ, խնդիրների առաջ եք կանգնած այդ թուղթուգրի, այդ տոհմական անեծքի պատճառով, մաքրվեք կլինի ամեն ինչ հաջողություն, ամեն ոլորտում կլինի հաղթանակ։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը հայտնեք։ Գեղամ 31 տարեկան։ Գեղամ 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գեղամին, Գեղամ 31 տարեկան, կա խնդիրներ սիրելի Գեղամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որովհետև ցույց է տալիս եւ կլինի առողջական խնդիր, եւ կլինի անձնական խնդիր, եւ կլինի ֆինանսական խնդիր։ Սիրելի Գեղամ, ձեր մոտ բոլոր ոլորտները փակված են, բոլոր ոլորտները, դուք գիտեք թե քայլում եք ընդհակառակը, կանթար գալիս դեմ եք առնում աշկելափագոցի, ընկնում եք փակուղու մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Գեղամ, որպեսզի չկանգնեք ավելի վատ իրավիճակի առաջ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա թուղթուգիր, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, Արուս 35 տարեկան, ֆինանսական, Արուս 35 տարեկան, ֆինանսական, Սիրելի Արուս, եթե կանոնից ֆինանսական խնդիրներ, ձեր դեմ հաջողություն է ցույց տալիս, ձեր դեմ ճանապարհներ է ցույց տալիս։ Եթե կանոնից ֆինանսական խնդիրներ, դուք այդ ֆինանսական խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հնարավորություններ է բացվում, պրոբլեմներից ձերբազատվելու հնարավորություններ։ Բարև ձեզ։ Ես ընդհանրապես զբաղվում եմ արդեն մոտ 20 տարի,
Սա գալիս է ինձ իմ մայրիկից, ճիշտ է իմ մայրիկս 32 տարվա մանկավարժ է, բայց մայրիկս մարդկանց հետ աշխատել է, նաև կանխատեսումներ է կատարել, իմ մորական ազգից է գալիս, բայց կոնկրետ զբաղվում եմ 20 տարի, ես ինքս ինժեներ եմ, մասնագիտությամբ ինժեներ տեխնոլոգ եմ, բայց 20 տարի զբաղվում եմ այս մասնագիտությամբ, ինչ որ Աստված ինձ տվել է, դա էլ կատարում եմ, բարև ձեզ, Ալիսա մամու, 30, կլինեք միասին թե ոչ, Ալիսա մամու, կլինեք միասին թե ոչ, ցույց է տալիս խնդիրներ, սիրելի Ալիսա, սիրելի մամու, ցանկանում եք, որ լինեք միասին, դժվարություններ է ցույց տալիս, բայց որ ասեմ այդ դժվարությունները անհաղթահարելի են, ոչ, եթե ցանկություն ունենանք, կլինեք միասին, մենակ պետք է ցանկություն ունենանք, որովհետև ցույց է տալիս, որ կան դժվարություններ, կան խնդիրներ, եթե քնեք, չեք միանա, եթե ցկտեք, աշխատեք, ձեր մարդկային գործունեությունը կատարեք, հնարավոր է լինի միացում, եթե գործեք, իսկ եթե անգործությամբ զբաղվեք, չեք միանա։ Հասան Թինա, միություն կլինի թե ոչ, Հասան Թինա, միություն կլինի թե ոչ, տեսնենք ինչ ասում տեզեր կա, Հասան Թինա, Սիրելի Հասան, սիրելի Թինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով միություն չի լինի, հնարավոր է և Հասանի վրա, հնարավոր է և Թինայի վրա, կա նեգատիվ, քանի կա այս նեգատիվը միություն չի լինի, և եթե ցանկանում եք լինի միություն, դիմեք էքստրասենսին, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է լինի միություն, գիտեք ինձ սիրելի Հասան, սիրելի Թինա, եթե նույնիսկ դուք չմիանաք, եթե դուք այս նեգատիվից չձերբազատվեք, դուք առանձին չեք կարողանա ձեր ասնականը դասավորել, անընդհատ կկանգնեք այնպիսի կետի, որտեղ նորից քանդվելու է ձեր ասնականը։ Կարինե 58 տարեկան ներկա, տեսնենք ինչ ասում տեզեր Կարինեի համար։ Կարինե 58 տարեկան ներկա։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով և ներկան, և անցյալը խնդիրների, պրոբլեմների մեջ են, նաև սիրելի Կարինե, ձեր ապագան նույնպես լինելու է խնդիրների և պրոբլեմների մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի ներկա, որպեսզի լինի ապագա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ինչ-ինչ ձեր եք տալիս քանդվում է, ամեն ինչ թերի է, ամեն ինչ, ոչ մի բան ավարտի չի հասցված ձեր կյանքի մեջ, սիրելի Կարինե։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների համար, սիրելիներս։ Հերմինե 38 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, սիրելի Հերմինե ձեր առողջական խնդիրը դա հնարավոր է թուղթուգրի արդյունք է, հնարավոր է ձեր հայրական ազգը, հայրական տոհմի անեզքի տակ է, գիտեք ինչ սիրելի Հերմինե, ոչ միայն պետք է բուժ պրոցեդուրը անցկացնել, այլև պետք է դիմեք էքստրասենսի, ձեր բիոէներգետիկ դաշտը պետք է մաքրվի, և բուժումը, և բիոէներգետիկ դաշտի մաքրումը կտա լավացում, կտա ապահքինում, իսկ եթե միայն դիմեք առողջապահական հիմնարկություններին, միայն կատարեք այդ բուժման պրոցեդուրաները, ընդհակառակը
այդ քիմիական դեղորայքները ոչ թե կլավացնեն, ավելի կվատացնեն ձեր առողջականը։ Պետք է զուգահեռ եւ առողջապահական հիմնարկությունների կատարած գործողությունները, ախտորոշումը, դեղորայքային բուժումը կատարեք, նաեւ դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք եւ կլինի առողջացում։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին նման ձևով, ես ձեզանից եմ շնորհակալ, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Բարև ձեզ։ Ես էներգետիկ դաշտը մաքրում եմ աղոթքով, մաքրում եմ մոմ թափելով, նաև մաքրում եմ իմ ձեռքերով, իմ ձեռքերի էներգետիկայով եմ աշխատում, տարբեր ձևերի, նայած ում հետ ինչպես եմ աշխատում։ Եվ աղոթքը ես ընդհանրապես աշխատում եմ կդակարանով, աշխատում եմ աղոթքով, նարեկով, աշխատում եմ տարերների ուժերով, աստվածային ուժերով, նաև իմ ձեռքերով, նման ձևով եմ աշխատում։ Բարև ձեզ։ Գրեք ձեր տարիքը, սիրելի Ալինա, սիրելի Սմբատ, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, թե ոչ, որպեսզի կարողանամ ձեր հարցերին ավելի կոնկրետ պատասխանել։ Սմբատը քանի տարեկան է։ Սմբատին է գրեք։ Ձեր ամուսնացած եք, թե ոչ, դա էլ գրեք, ձեր կապը ինչպիսի կապ է։ Արինա Սմբատ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը ձեզ համար։ Արինա Սմբատ, ձեր մոտ վտանգավոր իրավիճակ է, վախեր կա, որ չի թողնում, որ ձեր հարաբերությունները կարգավորվի, եւ Ալինաներին կորցրած եւ Սմբատը տարօրինակ իրավիճակ է, չեք կարողանում որոշում կայացնել, կա նաեւ ֆինանսական խնդիրներ, ոչ միայն նման խնդիրներ, կա նաև ֆինանսական դժվարություններ։ Գիտեք ինչ, ցույց է տալիս, որ կա ուժեղ ֆինանսական խնդիր, որը հնարավոր է բերի ձեր հարաբերությունների մեջ տարաձայնություններ, հնարավոր է ինչ-որ ֆինանսական կախվածություն կա, որը նման իրավիճակների առաջ կարող է կանգնեցնել։ Գիտեք ինչ, ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա ժամանակ, բայց ցույց է տալիս, որ դուք այդ ֆինանսական խնդիրներ կհաղթահարեք, այդ հեռավորության հետ կապված խնդիրներ կհաղթահարեք, կկարողանաք որոշում կայացնել։ Ձեր հարաբերությունների մեջ ճիշտ է կա հիմա խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են, դուք հաշտության եզրեր կգտնեք, լավանալու է ձեր հարաբերությունը։ Լավ եմ, շատ շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Լիլիթ 26 տարեկան անձնական, Լիլիթ 26 տարեկան անձնական, ես ձեզանից եմ շնորհակալ։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով չկա անձնական, ձեր անձնականը տեղ չի հասնում, ձեր անձնականը քանդված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք վակրման գործողություն, կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը, անձնականը քանդվելու է, սիրելի Լիլիթ։ Սարգիս 36 տարեկան, Ռուսաստանից կգա հոկտեմբերին թե ոչ, Սարգիս 36 տարեկան, Ռուսաստանից կգա հոկտեմբեր ամսին թե ոչ։ Դժվարություններ է ցույց տալիս Սարգիսի մոտ։
չի գա Սարգիսը, որովհետև Սարգիսի մոտ խնդիրներ կա, Սարգիսի մոտ դժվարություններ կա, Սարգիսի վրա կա թուղթուգիր, որը չի թողնում, որ ինքը որևէ տեղ գնա, որը չի թողնում, որ Սարգիսի մոտ անձնական հարաբերությունները կարգավորվի, որովհետև Սարգիսը կարողանա լիարժեք իր որոշումները կայացնի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք Սարգիսի վրայից այս թուղթուգիրը եւ իր դեմը բոլոր ճանապարհները կբացվեն։ Եթե այս թուղթուգիրը մնա, Սարգիսը եւ ֆինանսական խնդիր կունենա, եւ անձնական խնդիր, եւ առողջական խնդիր։ Ոչ, քանի այդ նեգատիվը կա, Սարգիսը չի գա։ Արմինե 44 տարեկան անձնական Արմինե 44 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Արմինե կա խնդիրներ, կա դժվարություններ սիրելի Արմինե, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, դուք ոնց որ ձեզի կորցրած լինեք, դուք ոնց որ ձեզ չեք գտնում, բայց սիրելի Արմինե ցույց է տալիս, որ եթե խնդիր է կա, եթե խնդրեմ է կա, դուք այդ խնդիրից դուրս եք գալիս հաղթանակով, ձեր դեմ ճանապարհներ են բացվում, ձեր դեմ հնարավորություններ են բացվում, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Այո, ես թուղթուգիր մաքրում եմ։ Ես թուղթուգիր մաքրում եմ, ես հիվանդների հետ աշխատում եմ, ես երեխաների վախերը եւ նեգատիվ էներգիաները մաքրում եմ։ Այո, ես աշխատում եմ Ռոզա 37 տարեկան անձնական Ռոզա 37 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Ռոզա եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում դժվարություններ է ցույց տալիս սիրելի Ռոզա բայց այդ դժվարությունները ժամանակավոր են, մի հիասթափեք, մի վախեցեք, դա կապված չէ նեգատիվից, դա կապված չէ թուղթուգրից եւ անեծքից, ուղղակի նման իրավիճակ է ձեր կյանքի մեջ։ Դուք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կունենաք հաջողություն, ձեր թեմ Աստծո, ձեր վրա Աստծո ձեռն է, նախախնամության ձեռն է, ձեր երազանքները բոլոր ոլորտներում կկատարվի։ Սեյրան 62 տարեկան, երբ կգա Հայաստան։ Սեյրան 62 տարեկան, երբ կգա Հայաստան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կգա Հայաստան եւ շատ մոտ ժամանակահատվածում, կգա Հայաստան, մոտ ժամանակահատվածում։ Վճարով է, այո, իմ ծառայությունը վճարով է, եթե ցանկանում եք իմանալ, կարող եք զանգել, ես ձեզ կբացատրեմ։ Ջուլիետա Գրիգոր, կամուսնանաք թե ոչ։ Ջուլիետա Գրիգոր, կամուսնանաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Ջուլիետա, սիրելի Գրիգոր, ոչ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, հնարավոր է եւ Ջուլիետայի, հնարավոր է եւ Գրիգորի վրա կա նեգատիվ, քանի կա այս նեգատիվը չի լինի ամուսնություն, որպեսզի լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի եւ Գրիգորին մաքրեք եւ Ջուլիետային մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է լինի միություն, հնարավոր է լինի ամուսնություն։ Լիլիթ 21 տարեկան, կաշխատեք ձեր մասնագիտությամբ թե ոչ։ Լիլիթ 21 տարեկան, կաշխատեք ձեր մասնագիտությամբ թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա դժվարություններ, սիրելի Լիլիթ։ Դուք կաշխատեք սիրելի Լիլիթ ձեր մասնագիտությամբ, ձեր մասնագիտական ոլորտում կունենաք հաջողություն, նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Սկզբից մասնագիտական ոլորտում, հետո էլ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Այո, դուք կաշխատեք ձեր մասնագիտությամբ։
Նաիրա 46 տարեկան, ինչ է սպասվում մինչև տարվա վերջ։ Նաիրա 46 տարեկան, ինչ է սպասվում մինչև տարվա վերջ։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Ակտիվ եղեք, սիրելիներս։ Կա խնդիրներ, սիրելի Նաիրա, ձեր ֆինանսական ոլորտում, պետական դռների հետ կա խնդիրներ։ Գիտեք ինչ, կա խնդիրներ ձեր կյանքի հատկապես ֆինանսական ոլորտում, բայց մինչև տարվա վերջ հնարավոր է, որ դուք այդ խնդիրներից որոշակի ձևով ձերբազատվեք, այդ պրոբլեմները որոշակի ձևով կճանան։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր սրտիկների համար։ Անահիտ 19 տարեկան, անձնական։ Անահիտ 19 տարեկան, անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիր է եղել, սիրելի Անահիտ, այդ խնդիրի վրա թողեք, անցեք, դուք հաղթանակ ունեք, դուք ունեք անձնական երջանկություն, ձեր դեմ ամեն ինչ բացվելու է, անձնական երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Արթուր Արմինե, կհաշտվեք թե ոչ։ Արթուր Արմինե, շնորհակալ եմ նվերների համար։ Արթուր Արմինե, կհաշտվեք թե ոչ։ Այո, սիրելի Արթուր, սիրելի Արմինե, հաշտություն կլինի, դուք կհաշտվեք։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Նարինե Թաթուլ, անձնական։ Նարինե Թաթուլ, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Նարինե, սիրելի Թաթուլ, կա և անձնական խնդիր, կա և ֆինանսական խնդիր, գիտեք ինչ, կա պրոբլեմներ ձեր կյանքի մեջ։ Ցույց է տալիս, որ կա ինչ-որ նեգատիվ, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Հնարավոր է և ֆինանսական խնդիրներ, և անձնական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս տարօրինակ տատանվող որոշում չկայացող իրավիճակից մաքրվեք, որովհետև ցույց է տալիս, որ կկանգնեք պրոբլեմի առաջ։ Օֆելիա Խաչատուր, կլինեն միասին։ Օֆելիա Խաչատուր, այո, կլինեք միասին, սիրելի Օֆելիա, սիրելի Խաչատուր։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արա Էլեն, անձնական։ Արա Էլեն, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արա, սիրելի Էլեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակ, ինչ երազանք նպատակներ ունեք, դրանք կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։
Շնորհակալ եմ նվերների համար Զեյթուն 23 տարեկան ամուսնություն կլինի թե ոչ Զեյթուն 23 տարեկան ամուսնություն կլինի թե ոչ կա խնդիրներ սիրելի Զեյթուն կա ֆինանսական խնդիր այո կլինի ամուսնություն ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս որոշակի ժամանակ է ցույց տալիս բայց կլինի ամուսնություն շնորհակալ եմ ձեր նվերների համար շնորհակալ եմ ձեր լայքերի ձեր սրտիկների ձեր նվերների համար շատ շնորհակալ եմ Արմինե 45 տարեկան Արմինե 45 տարեկան Սիրելի Արմինե հատկապես ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն եթե նույնիսկ խնդիր կա պրոբլեմ կա դուք այդ խնդրից պրոբլեմից ձեր բազատում եք հաջողություն է ցույց տալիս հատկապես ձեր անձնական ոլորտում Շնորհակալ եմ նվերների համար Կնյազ 38 տարեկան անձնական Կնյազ 38 տարեկան անձնական Սիրելի կնյազ, ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է ձեր մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, չունի կնյազը անձնական, փակված է կնյազի մոտ, ոչ միայն անձնականն է փակվում, և ֆինանսականը, և առողջականը, մաքրվեք, սիրելի կնյազ, մաքրվեք, այս նեգատիվից ազատվեք, ձերբազատվեք։ Քաթրին 39 տարեկան, առողջական, Քաթրին 39 տարեկան, առողջական, Քաթրին 39 տարեկան, առողջական, Քախնդիրներ, սիրելի Քաթրին, Սիրելի Քաթրին, ձեր առողջությունը, ձեր առողջականը ոչ թե սովորական ֆիզիոլոգիական խնդիր է, այլ ձեր առողջականը դա թուղթուգրի կախարդանքի արդյունք է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, բուժման պրոցեդուրայի հետ նաև կատարեք ձեր բիոէներգետիկ դաշտի մաքրում և կլինի լավացում ապակինում, եթե մաքրում չլինի, լավացում չի լինի, սիրելի Քաթրին, ձեր հիվանդության պատճառը ոչ թե ձեր ֆիզիոլոգիական խնդիրն է, այլ ձեր վրա կա մագիա, որը բերել է նման ֆիզիոլոգիական խնդիր։ Անահիտ 19 տարեկան, անձնական, Անահիտ 19 տարեկան, անձնական, շնորհակալ եմ նվերների համար, Անահիտ 19 տարեկան, անձնական, սիրելի Անահիտ, ձեր տոհմական ազգը անեծքի տակ է, և հայրական ազգը, և մայրական ազգը, դուք եք հասկացել, որ չի ստացվում ձեր անձնականը, սա միայն ձեր վրա չի ազդում, սա ձեր ընտանիքի բոլոր անդամների վրա էլ ազդում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձերբազատվեք, այս նեգատիվից ձերբազատվեք, կլինի անձնական, իսկ եթե չձերբազատվեք, ընդհանրակը ժամանակ կկորցնեք, իր ժամանակը դա ամենակարևոր բանն է, մեկ եք կանգնեք այնպիսի իրավիճակի մեջ, որ ձեր անձնականը արդեն չի էլ լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի անձնական, Հերիգնաս 43 տարեկան, Հերիգնաս 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերիգնասի համար, կա խնդիրներ, սիրելի Հերիգնաս, Սիրելի Հերիգնաս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր
կյանքի բոլոր ոլորտները խնդիրների մեջ են, դուք վազում եք, առաջ չեք գնում, ֆինանսական խնդիրներ, անձնական խնդիրներ, առողջական խնդիրներ, սիրելի հերիքնաս, դուրս եկեք, գնացեք էքստրասենսի մոտ, մաքրվեք այս թուղթուգրից, մաքրվեք այս անեծքից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն եւ հաղթանակ։ Իսկ եթե մնա այս նեգատիվը, դուք քանի գնա այնքան փակուղու առաջ եք կանգնելու։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, Մարգարիտա, Սոս, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Մարգարիտա, Սոս, անձնական, Սիրելի Մարգարիտա, սիրելի Սոս, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով չի լինի անձնական, ընդհակառակը կքանդվի, հնարավոր է եւ Սոսի վրա, հնարավոր է եւ Մարգարիտայի վրա, հնարավոր է երկուսիդ վրա միասին, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարտանկը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, սա քանդելու է ձեր անձնականը, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ։ Գրեք ձեր անունը, չեմ հասկանում, բացեն որն է, գրեք ձեր անունը, որպեսզի հասկանամ դա ինչ անուն է, բացե, սիրելի Գուրգեն, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր ինչ հարցի վերաբերյալ է։ Բացե 4 Մհեր 43 տարեկան Մհեր 43 տարեկան Կա խնդիրներ սիրելի մհեր ձեր ֆինանսական ոլորտում, մեկը երկուս չի դառնում, գիտեք ինչ սիրելի մհեր, կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, հաղթանակ կլինի եւ ձեր անձնական ոլորտում, հաղթանակ կլինի նաեւ ձեր ֆինանսական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս սիրելի մհեր։ Սիրելի Լաուրա, գրեք ձեր տարիքը, Լաուրա ձեր տարիքը, բարև ձեզ, Սիրելի Լաուրա, գրեք ձեր տարիքը, գրած է առողջություն, գրեք ձեր տարիքը, բարև ձեզ, Գուրգեն 35 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գուրգենի համար, Գուրգեն 35 տարեկան, սիրելի Գուրգեն,
Ձեր բոլոր երազանքները կատարվելու են եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ ունեք, խնդիրներ ունեք, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր երազանքները, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կատարվելու են։ Աստծո ձեռքը, նախախնամության ձեռքը ձեր վրա է, սիրելի բուրգեն։ Շնորհակալ եմ, գրանցվեք իմ ալիքներին, Լաուրա 65 տարեկան, առողջական, Լաուրա 65 տարեկան, առողջական, Լաուրա 65 տարեկան, առողջական, սիրելի Լաուրա, ձեր առողջականը դա ոչ թե ֆիզիոլոգիական խնդիր է, դա ուժեղ մագիայի պատճառով է։ Եթե չդիմեք էքստրասենսի, եթե չդիմեք էքստրասենսի բժշկի բուժումը օգուտ չի տա։ Սիրելի Լաուրա, եւ բուժում պետք է լինի, եւ ձեր բիոէներգետիկ դաշտը պետք է մաքրվի։ Ձեր ֆիզիոլոգիական առողջական խնդիրը դա թուղթուգրի, մեծ թուղթուգրի, հնարավոր է նաև տոմական անեծքի արդյունք է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի լավացում։ Եթե չի լինում ապակենում, որովհետև այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, դիմեք էքստրասենսի, մաքրվեք, սիրելի Լաուրա։ Լուսինե 44 տարեկան, ֆինանսական, Լուսինե 44 տարեկան, ֆինանսական, ես ձեզանից եմ շնորհակալ։ Սիրելի Լուսինե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է առաջխաղացում, եթե դուք նույնիսկ խնդիր եւ պրոբլեմ ունեք, ձեր խնդիրը եւ պրոբլեմները վերջանում են, ավարտվում են, ձեր գործնական ոլորտում դուք հնարավորություն եք ունենալու ձեր սեփական գործ ունենալ, հնարավորություն եք ունենալու լավ աշխատավարձով աշխատանք ունենալ, հնարավորություն եք ունենալու ֆինանսական խնդիրների և պրոբլեմներից ձերբազատվել։ Արման 26 տարեկան, ֆինանսական, Արման 26 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ, սիրելի Արման, կա խնդիրներ ոչ միայն ֆինանսական ոլորտում, նաև անձնական ոլորտում։ Սիրելի Արման, ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է նաև մայրական ազգից եկած անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված։ Սա նեգատիվի արդյունքն է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձերբազատվեք այս կախարդանքից, այս մագիայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Շնորհակալ եմ ձեր նվերների։ Ահա։ Բասե 40 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Բասե 40 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Բասե, կա խնդիրներ։ Գիտեք ինչ, խնդիրներ ճիշտ է կան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա դժվարություններ, բայց Աստծու կամքով, նախախնամության կամքով դուք հաղթանակ եք տանելու եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Կա խնդիրներ, դրանք ժամանակավոր են, դրանք հաղթահարելի են։ Այո, ես նաև մաքրում կատարում եմ։ Փաշիկ 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Փաշիկի համար։ Փաշիկ 40 տարեկան,
Սիրելի փաշիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է այրմայրական ազգից, անեսք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձեր բազատվեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Իսկ հիմա ձեր մոտ ամեն ինչ փակված է, ոչ փող կա, ոչ անձնական կան նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձեր բազատվեք եւ ձեր կյանքի մեջ կմտնի գույներ, կմտնի հաջողություն։ Արևիկ 37 տարեկան, ինչ փոփոխություններ են սպասվում աշխատանքում։ Արևիկ 37 տարեկան, զանգեք ես կբացատրեմ։ Արևիկ 37 տարեկան, ինչ փոփոխություններ են սպասվում աշխատանքում։ Կան խնդիրներ, սիրելի Արևիկ։ Սիրելի Արևիկ, ուշադիր եղեք, որովհետև ցույց է տալիս, որ հնարավոր է ինչ-որ նեգատիվ կա, որը խնդիրներ կարող է բերի ձեզ աշխատանքային ոլորտում։ Հնարավոր է այնպես լինի, որ դուք այդ աշխատանքից դուրս գաք, փախնեք, բայց դա հնարավոր է նաև լինի աչք, լինի նեգատիվ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արևիկ, նաև ձեր վրա դրեք պաշտպանության թալիսման, որովհետեւ ոչ մեկը չկարողանա ձեզ վատություն անի։ Ձեր աշխատանքային ոլորտում կառաջանա խնդիրներ, կառաջանա դժվարություններ, դուք ոնց որ ցանկանաք այդ աշխատանքից դուրս գաք, բայց դա թուղթուգրի աչքի արդյունք է լինելու։ Մաքրվեք, պաշտպանության թալիսման ունեցեք եւ ձեր աշխատանքի ոլորտում ոչ մի խնդիր եւ պրոբլեմ չեք ունենա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր լայքերի համար, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ, ես ձեզանից եմ շնորհակալ։ Ռոբերտ 27 տարեկան, ֆինանսական, Ռոբերտ 27 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ, սիրելի Ռոբերտ, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները լուծել են, այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, սիրելի Ռոբերտ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։
հասկանալի, ինչ որ խնդիրներ կա դա թողնում եք անցյալու, ձեր դեմ հաջողությունների ժամանակահատված է սկսվելու։ Շնորհակալ եմ, ես ձեզանից եմ շնորհակալ։ Աննա 29 տարեկան, ֆինանսական, ինչ է սպասվում։ Աննա 29 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ, սիրելի Աննա։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր հայրական ազգը նեգատիվի տակ է, որի պատճառով եւ անձնական խնդիր է ցույց տալիս, եւ ֆինանսական խնդիր է ցույց տալիս, ոչ անձնական դες տասվում, ոչ է ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Աննա, եւ ֆինանսական կլինի, եւ անձնական կլինի։ Իսկ եթե դա մնա ընդհակառակը, ինչ էլ ունեք, դա կկործնեք, կանգնեք ամբողջովին մինուսի վրա, սիրելի Աննա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Անչափահասներին չեմ նայում, սիրելի Էդգար, եթե ցանկանում է թող մաման դիմի, ես այդ դեպքում կնայեմ։ Անչափահասներին չեմ նայում։ Շնորհակալ եմ։ Մելինե 20 տարեկան, անձնական։ Մելինե 20 տարեկան, անձնական։ Սիրելի Մելինե, ձեր անձնական ոլորտում հաղթանակ, երջանկություն, ամուսնություն, երազանքների, նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, մի հուսահատվեք, ձեր երազանքները անձնական ոլորտում կատարվելու է։ Վարդան 28 տարեկան, անձնական։ Վարդան 28 տարեկան, անձնական։ Սիրելի Վարդան, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չկա անձնական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի հաջողություն, նոր կլինի երջանկություն։ Ձեր վրա կա թուղթուղիր եւ անեծք, սիրելի Վարդան, դրա պատճառով էլ ոչ մի բան չի ստացվում, ոնց որ կաղնած լինի, չեք շարժվում առաջ, շարժվում եք, բայց հետ եք գնում։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար։ Մալվինա 37 տարեկան, Մալվինա 37 տարեկան, անձնականդ քնած է, սիրելի Մալվինա, կա խնդիրներ անձնական, կա պրոբլեմներ, բայց դուք այդ խնդրից պրոբլեմից ձերբազատվում եք, քնած անձնականդ արթնանալու է։ Նեգատիվը, խնդիրն ու պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Մաքրման գործողություն կատարեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն։ Ռոբերտ 27 տարեկան, առողջական, Ռոբերտ 27 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռոբերտի համար։ Սիրելի Ռոբերտը,
Ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական առողջական խնդիր է, առողջական խնդիրի առաջացել, որովհետև ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի դուք այդ խնդիրներից ձեր բազատվեք։ Ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի արդյունք է, դա թուղթուգրի արդյունք է։ Նորիկ 20 տարեկան քննությունը կհանձնեք, թե ոչ։ Նորիկ 20 տարեկան։ Այո, սիրելի նորիկ, մի վախեցեք, դուք քննությունը հաջող կհանձնեք։ Անուլը 37 տարեկան, ընտանեկան անձնական, Անուլը 37 տարեկան, ընտանեկան անձնական։ Եթե նույնիսկ կա խնդիր, եթե նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրես պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակով, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, ձեր ընտանիքի մեջ։ Հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում, խնդիրը պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ հաջողություն է ցույց տալիս եւ հաղթանակներ է ցույց տալիս։ Սիրելի ինա, գրեք ձեր տարիքը, Գորգի 27 տարեկան անձնական, Գորգի 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գորգի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաղթանակ, լինելու է հաջողություն, լինելու է երազանքների, նպատակների կատարում։ Էլիա 18 տարեկան անձնական, Էլա 18 տարեկան անձնական։ Սիրելի Էլա, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով ձեր անձնականը փակ է։ Ոչ միայն ձեր ազգի բոլոր ներկայացուցիչների չեն ամուսնանում բաժանվում են, երեխա չեն ունենում, երեխաները ծնվում են առողջական խնդիրով։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սիրուշ 29 տարեկան ապագա, Սիրուշ 29 տարեկան ապագա։ Սիրելի Սիրուշ, ցույց է տալիս հաջողություն եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում, լավ ապագա է ցույց տալիս, եթե նույնիսկ կա խնդիր, կա պրոբլեմ, դուք այդ խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հնարավորություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս, սիրելիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ինա 28 տարեկան անձնական ապագա, Ինա 28 տարեկան։
Կախնդիրներ սիրելի ինա Ձեր վրա կա թուղթուգիր եւ անձնական դեպակված եւ ապակա դեպակված եւ ֆինանսական դեպակված դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ապակա կլինի եւ անձնական կլինի։ Քանի կա այս նեգատիվը ձեր մոտ ամեն ինչ փակված է, անընդհատ գնում եք փակուղիների առաջ, գնում եք խնդիրների եւ խնդիրների մեջ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ, նվերների համար, Շահմա 41 տարեկան ազնական, Շահմա 41 տարեկան ազնական, Սիրելի Շահմա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրես պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակով, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար։ Անի արա, կլինի հղիություն այս տարի, թե ոչ։ Անի արա, կլինի հղիություն։ Սիրելի Անի, սիրելի արա, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով հղիություն չի լինի, ոչ այս տարի, ոչ էլ հետագայում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է լինի հղիություն։ Ձեր վրա, երկուսի վրա կա թուղթուգիր, մագիա, դրա պատճառով չի լինի բարիք։ Մաքրվեք, որպեսզի լինի բարիք։ Քանի չեք մաքրվել, չի լինի ոչ այս տարի, ոչ էլ հետագայում։ Լիլիթ 20 տարեկան, լավ ընկերուհիներ ձեռք կբերեք, թե ոչ։ Լիլիթ 20 տարեկան։ Ընդհանրապես, սիրելի Լիլիթ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր անձնականն է փաստվելու եւ ձեր լավ ընկեր եւ ընկերուհի լինելու է ձեր կեսը։ Եվ դրանից հետո դուք լավ ընկերուհիներ փնտրելու կարիք չեք ունենա։ Ձեր անձնական կյանքի մեջ այնպիսի մարդ է մտնելու, որ ձեզ համար լինելու է ամենալավ ընկերը, ամենալավ ընկերուհին։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աշոտ 29 տարեկան ազնական։ Աշոտ 29 տարեկան ազնական։ Կա խնդիրներ, սիրելի Աշոտ, կա դժվարություններ, բայց գիտեք ինչ սիրելի Աշոտ, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց դա հաղթահարելի է, ուղղակի որոշակի ժամանակ եւ աշխատասիրություն։ Եթե աշխատասիրություն ունենաք, որոշակի ժամանակ հետո ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շարժվեք, մի վախեցեք եւ ձեր դեմ բոլոր ճանապարհներն ու հնարավորությունները բացվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։
Շատ շնորհակալ եմ նվերների համար։ Ես է ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերի համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ, գոհ եմ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար, ինչ տալիս եք, թող Աստված հազարապատկի և բազմապատկի։ Շնորհակալ եմ։ Ինգա 28 տարեկան առողջական։ Ինգա 28 տարեկան առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Ինգա։ Սիրելի Ինգա, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով կա նման առողջական խնդիր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի լավացում։ Եթե կա այս նեգատիվը չմաքրվի, խնդիրները քանի կնան ավելի կվատանան։ Մաքրման գործողություն կատարեք, սիրելի Ինգա, ձեր վրա կա կախարդան, ձեր վրա կա մագիա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, ես է ձեզանից եմ շնորհակալ։ Ես էքստրասենս բարահոգեբան եմ, վեդայական աստղաբան եմ, եթե ձեզ անհրաժեշտ եմ, ծառայությունը կարող եք դիմել, ես նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Եթե ձեզ անհրաժեշտ է, կարող եք դիմել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով իմ տված էներգիայի դիմաց ձեր էներգիան դուք էլ կհանձնեք։ Բարև ձեզ։ Ասիա 61 տարեկան առողջական։ Ասիա 61 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ասիային։ Կա խնդիրներ, սիրելի Ասիա։ Բայց դուք կլավանաք, դուք կապաքինվեք, մի կվախեցեք, ձեզ ցույց է տալիս ապաքինում, ձեզ ցույց է տալիս լավացում, անպայման դինեք փուշ հիմնարկությանը, լսեք բժիշկների խորհուրդներին, ցույց է տալիս, որ դուք կլավանաք, կապաքինվեք։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նվերների համար։ Ես սիրելի ավարտեմ դուրս կամ սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև պետական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Կոնտակտում, Instagram-ում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ինչպես գիտեք, ամեն շաբաթ ուշ կերակի ես մտնում եմ եթեր, որտեղ պատասխանում եմ իմ ունկնդիրների հարցերին, վաղը նույնպես մտնելու եմ ուղիղ եթեր։ Զանգեք, ես ձեզ հետ կպատասխանեմ իմ ծառայությունների արժեքը։ Կզանգեք, կգրեք, ես ձեզ կբացատրեմ։ Իմ ծառայությունների արժեքը Հայաստանում լրիվ ուրիշ արժեք է, Հայաստանից դուրս լրիվ ուրիշ արժեք է։ Կարող եք զանգել եւ ճշտել։ Այս կանը սիրելիներս, նաև եթե հարազատներ ունեք, բարեկամներ ունեք, ում որ անհրաժեշտ է իմ կանխատեսումը, թող ինքն էլ միանա իմ ուղիղ եթերին, եւ ես Facebook-ում էլ ունեմ ուղիղ եթերներ, ճիշտ է Facebook-ով միայն 5 շաբթի օրերն է, դե մարդիկ կարող է եւ չեն կարողանում TikTok գրանցվել, Facebook-ով կա Հելենա Մկրտչյան 260 հասարանոց խումբ ունեմ Facebook-ում, կարող եք գրանցվել եւ 5 շաբթի օրը մասնակցելու եթերներին, ես կպատասխանեմ նաեւ այդ դեպքում ձեր հարցերին։ Ճիշտ է, Facebook-ում ու եթերները սկսում են ամբողջովին ռուսերեն լեզվով, որովհետեւ մեծամասնությունը օտարազգի մարդիկ են Facebook-յան ալիքի մարդիկ։ Այս կանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն